Գիտեք, տեխնոլոգիական ապակամ, որի մասին անընդհատ խոսում ենք, արդեն այստեղ է, ու այն զարգանում է ուղղակի աննախադեպ արագությամբ։ Այսօր մենք կխորանանք մի շատ հրատապ ուղերձի մեջ, որը հիմնված է տնտեսագետ Արա Քարյանի աշխատության վրա, ու կփորձենք հասկանալ ինչու սպասելն ուղղակի տարբերակ չէ։ Այսօրվա մեր ամբողջ վերլուծության հիմքում տնտեսագիտության թեկնածու դոցենտ Արա Քարյանի փորձագիտական տեսակետն է։ Հենց նրա աշխատությունն էլ մեզ համար ուղեցույց կլինի հասկանալու համար, թե ինչ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում հենց այս պահին։ Լավ, անընդհատ լսում ենք այս բառերը, չէ՞, blockchain, web3, բայց իրականում ինչպես են դրանք ձևավորում մեր ապագան, ու որ ամենակարևորն է, ինչու է հենց հիմա սա դարձել այսքան հրատապ։ Եկեք պարզենք։ Դե ինչ 21-րդ դարը մեզ մի լուրջ մարտահրավեր է նետել, ու խոսքը, գիտեք, ուղղակի նոր գործիքների կամ տեխնոլոգիաների մասին չի, ոչ, խոսքը բոլորովին նոր տիպի, այսպես ասած, թվային ինստիտուտների մասին է, բայց դա ընդհանրապես ինչ է նշանակում։ Ու հենց սա է, ըստ Քարյանի, մեր ամենամեծ խնդիրը։ Մենք դժվարանում ենք հասկանալ այս նոր կառույցները։ Դրանք, գիտեք, կարծես մեր հին պատկերացումների մեջ չեն տեղավորվում, ու դա ստեղծում է մի շատ վտանգավոր բաց մեր գիտելիքի ու իրականության միջև։ Ուրեմն հասկանանք ամենակարևորը։ Սրանք ուղղակի կոդի տողեր կամ հավելվածներ չեն։ Սրանք լրիվ նոր ինստիտուտներ են, որոնք ծնվում են հենց այնտեղ, որտեղ նորարարությունը բախվում է մեր հասարակության հիմնարար արժեքներին, օրինակ ասենք վստահությանը կամ սեփականությանը։ Լավ, եկեք մի քիչ ավելի կոնկրետացնենք, որոնք են ի վերջո այն հիմնական հենասյուները, որոնց վրա այս ամբողջ նոր թվային աշխարհը կառուցվում է։ Դե առաջինը, ինչպես շատերդ արդեն գուշակեցիք, բլոքչեյնն է։ Պատկերացրեք մի տեսակ ապակենտրոնացված գերանվտանգ թվային մատյան, որը մեզ թույլ է տալիս վստահել իրար առանց բանկերի, կառավարությունների կամ այլ միջնորդների։ Սա թափանցիկության լրիվ նոր մակարդակ է։ Հետո գալիս է Web3-ն, այսինքն ինտերնետի հաջորդ սերունդը։ Եկեք սենց նայենք, եթե այսօրվա ինտերնետը հիմնականում պատկանում է մի քանի հսկա ընկերությունների, ապա Web3 ամբողջ իմաստը ապակենտրոնացումն է ու օգտատերերի սեփականության իրավունքը։ Ինտերնետը վերադառնում է մարդկանց։ Իհարկե, ոնց կարող ենք մոռանալ ֆինթեքի մասին։ Սա ըստ էության տեխնոլոգիաների օգտագործումն է ֆինանսական աշխարհը փոխելու համար։ Այն ամենը, ինչ անում եք ձեր հեռախոսով, վճարումներից մինչև ներդրումներ, հենց դա է։ Ու վերջապես tokenomics։ Սա մի քիչ բարդ կարող է հնչալ, բայց իրականում սա է նոր թվային համակարգերի տնտեսագիտությունն է։ Այն կանոնները, թե ինչպես են ստեղծվում, բաշխվում ու օգտագործվում թվային ակտիվները, այսինքն թոքենները։ Լավ, այս բոլոր հասկացությունները շատ կարևոր են, բայց Քարյանի աշխատության ամենաուժեղ, ամենահզոր ուղերձը վերաբերում է այն ռիսկին, որին մենք բախվում ենք, եթե ուղղակի անտեսենք այս ամենը։ Երկմտանքը մեզ կկործանի։ Արա Քարյանի այս խոսքերը անկեղծ ասած կասկածի տեղ չեն թողնում։ Ուղերձը շատ պարզ է, անգործությունը պարզապես տարբերակ չէ։ Դե լավ, եթե անգործությունը կործանարար է, ապա ո՞րն է ճիշտ ճանապարհը։ Հեղինակը շատ հստակ գործողությունների պլան է առաջարկում։ Ու ամենաառանցքային ուղերձն այստեղ հրատապությունն է։ Մենք ուղղակի սպասելու ժամանակ չունենք։ Պետք է սովորել ու միանգամից կառուցել, այսինքն գործել հենց շարժման ընթացքում։ Ուրեմն առաջ շարժվելու ճանապարհը ըստ էության 3 հստակ քայլ ունի։ Առաջինը՝ խորը հասկանալ այս նոր ինստիտուտները։ Երկրորդը՝ դրանց հիմքի վրա սկսել կառուցել։ Ու երրորդ եւ ամենակարևորը՝ սովորել դրանք արդյունավետ կիրառել։ Ու այս ամենը ի վերջո մեզ բերում կանգնեցնում է մի շատ կարևոր, գուցեև ամենակարևոր հարցի առաջ, որը յուրաքանչյուրս պետք է մեզ տանք, այս նոր, անսահման հնարավորություններով ինչ ենք մենք կառուցելու։ Դե ինչ, այս վերլուծությունը հիմնված էր տնտեսագիտության թեկնածու դոցենտ Արա Քարյանի աշխատության վրա։ Ինչպես տեսանք, նրա ուղերձը հզոր է ու հստակ։ Ապագան սպասում է նրանց, ովքեր պատրաստ են հասկանալ, կառուցել ու գործել հենց հիմա։ Շնորհակալություն ուշադրության համար։